Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք ջան։ Մամա։ Ինչ։ Կուկու։ Հա, էսա կմիացնենք։ Մենք լավ ենք, այսօր որոշել ենք, որ պետք է անեմ եղունգների հարդարում ենք եղունգներս։ Երեք մի հատ մեկնաբանություն էի ստացել թխվածքաբլիթների վիդեոհոլովակից, որ եղունգները ավելնորդ են, ինձ գրել են, որ եղունգներն ավելնորդ են։ Ճիշտ է չհասկացա, թե որ տեսանկյունից էր ավելորդ։ Երկարության տեսանկյունից էր ավելնորդ, թե խմորի հետ աշխատելու տեսանկյունից էր ավելնորդ։ Հա, մեկը կար, մեկը չկար, էդ էր ավելնորդ, որովհետև կարելի ասել եղունգներս շատ է երկարել, կլինի չէ 2 ամիս, որ եղունգները չեմ հարդարել, այս սրանք արդեն պահպանվել է, ճիշտ է երկարել, իսկ այստեղ ընդհանրապես չկա, չէր ստացվում գնալը, մի քիչ խառնեինք այս ամիսների ընթացքում, այդպես ուզում եմ ջան։ Հա, իջի վերցրե։ Դու իջի վերցրե։ Ուզում էի ուղղակի հասկանալ, թե որ տեսանկյունից էր ավելնորդ, որովհետև բոլորն էլ իրենց տներում պատրաստում են իրենց սիրելի թխվածքաբլիթը, իրենց սիրելի ուտեստները ու հաստատ իրենց եղունգները չեն հեռացնում ռեալ պրոցեսում, հաստատ ձեռքերի հետ նաև եղունգներն են առնչվում։ Ինչքան էլ ուզում է եղունգները երկար լինի, կարևորը դրանց մաքրությունն է, ձեռքերի մաքրությունը, երբ որ ինչ-որ բան պատրաստում ենք, այլի ասել բոլորս էլ մեր ձեռքերը մի հատ տաք ջրով եւ օճառով լվանում ենք, օրինակ ինչքան էլ իմ եղունգները երկար է, բայց իրենց այս տակը շատ մաքուր է, հենց պատրաստման process-ում ավելի իդեալական է մաքրվում, որովհետեւ ես առանց լվացվելու, առանց իմ ձեռքերը լվանալու ոչինչ չեմ պատրաստում։ Մի տեսանկյունից էլ գոհ եմ, որ դուք ամեն մի, այսպես ասած, մանրուք կամ թերություն նկատում եք ու ինձ ասում եք, այնպես չի, որ ես վիրավորվել եմ մեկնաբանությունից կամ այսպես ասած, ասում եմ ինչի այդպես ասեցին, որովհետև չէ, սա այն հարթակն է, որ բոլորդ էլ կարող եք ձեր կարծիքը ազատ արտահայտել, ինձ էլ օրինակ եթե անհրաժեշտություն կա, կարող եք ուղղել, ջան։ Բացել։ Հա։ Եթե կա ինչ-որ թերություններ, որոնք շտման կարիք ունեն, կարող եք դուք ինձ գրել։ Ես հաստատ դրանից չեմ նեղանում, ավելի ուրախ եմ, որ դուք ինձ հուշում եք ու ես սկսեմ ավելի, այսպես ասած, ուշադիր լինել։ Սիրելիներս, քանի որ երեք սկսել էի վլոգը նկարահանել, բայց ստացվեց այնպես, որ լույսերը անջատեցին ու կլիներ մինչև 11:30-12-ը լույս չունեինք, դրա համար վլոգը շարունակում եմ այսօր, երեխեքին քնեցրել եմ, Մինեսուկին մամասա քնեցնում, ես էլ արդեն այդ ընթացքը, այսպես ասած, օգտագործում եմ եղունգների հարդարման համար, մնացեք ինձ հետ, եկեք միասին հարդարենք, խոսելով, շփվելով, միասին գեղեցկացնենք իմ եղունգները։ Սիրելիներս արդեն ֆրեզան տեղադրել եմ սարքի վրա, կապույտ գծանշանով ֆրեզան է, հիմա կմիացնենք և հնարավորինս ամենաարագի վրա ինքը պետք է պտտվի։ Թույլի վրա շատ դանդաղ է հեռացնում գելլաքը, դրա համար դնում ենք ամենաբարձր արագության վրա և սկսում ենք հեռացնել։ Այստեղ նաև մի հատ նրբություն կա, որ պարտադիր պետք է այս վերևի խոշոր հատվածը մոտեցնել եղունգին ու այսպես սահուն իջեցնել ներքև։ Այսինքն ոչ թե ծայրով ենք հեռացնում, այլ ամենախոշոր հատվածով, վերևի հատվածով։ Ու նույն տեղը մի քանի անգամ չենք անում, արդեն առանձին, մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ, մի հատ այն կողմ, ուղղակի սահուն իջեցնում ենք։ Հենց դիպչումը սահուն իջեցնում ենք։
Այդպես շատ արագ է մաքրվում ու կոկիկ։ Բարձրացնեմ։ Ճիշտ է փոշեկուլ չունեմ, դրա համար կարելի ասել փոշին շնչում ենք, փոշին շնչելու եմ, բայց դե ունենք այն, ինչ որ ունենք։ Երեք մոտեցնեմ, որ դուք էլ լավ տեսնեք։ Սիրելիներս, ինչքան էլ որ հետաքրքիր լինի, թե վլոգ նկարելու համար, թե այսպես զբաղվելու համար, չնայած նրան, որ ես այս մասով զբաղմունքի կամ այսպես հավես ժամանակ անցկացնելու ժամանակ չունեմ, ավելի լավ է գումարը տաս մատնահարդարին, նստես քո համար հանգիստ սպասարկվես, դուրս գաս, քան այսպես ժամերով նստես սեփական եղունգները հարդարես։ Բոլոր մասնագետներն էլ կփաստեն, որ սեփական եղունգներ հարդարելը դա դժվար գործընթաց է։ Ես գիտեմ մատնահարդարներ, ովքեր ասում են, որ օգտվում են ուրիշ մասնագետի ծառայությունից, քանի որ սեփական եղունգները հարդարելը իրենց համար դժվարություն է առաջացնում, իրենք այդքան ժամանակ չունեն, որպեսզի սեփական եղունգները հարդարեն, քանի որ, այսպես ասեմ, աչով ձախ ձեռքը ավելի հեշտ է հարդարելը, քան որ ձախով աչ ձեռքն ես հարդարում, որովհետև իմ մոտ, իմ փորձից եմ ասում, իմ մոտ միշտ ստացվում է գեղեցիկ ձախ ձեռքը, որովհետև կատարված աշխատանքը աչ ձեռքով է իրականացվել, իսկ աչը միշտ լինում է այսպես ավելի ուրիշ, տարբերվող, ոչ այդքան իդեալական, քան ձախն է։ Դրա համար, եթե ուզում եք ունենալ հավասար միանման երկու ձեռքի եղունգներ, դրա համար պետք է դիմել մասնագետին, գումարը վճարել, որովհետև այդպես համ մի փոքր ժամանակ ես կրճատում, համ էլ այսպես ասած գեղեցիկ սպասարկվում ես։ Նշեմ, որ ես եթե տանը հարդարում եմ իմ եղունգները, սեփական եղունգներս հարդարելու համար օգտագործում եմ 2.5 ժամ, կարելի ասել, եթե ես ժամը 9-ից սկսեմ հարդարելը, մինչև ժամը 10-11-ը կվերջացնեմ, 10 էլ չէ, 11-ը հաստատ կվերջացնեմ, որովհետև էլի եմ ասում, սեփական եղունգները հարդարելու համար շատ ժամանակ է օգտագործվում։ Դրա համար օրինակ իմ մատնահարդարը 1.5 ժամում, եթե կես ժամն էլ չէ, ժամ 15 րոպեում իմ եղունգները իդեալական այսպես գեղեցկացնում է։ Դրա համար այս անգամ բացառություն ենք անում, բայց ես միշտ օգտվելու եմ մասնագետի ծառայությունից, որովհետև երկու երեխաների մայր ինձ այսպես ասած հարմար չի այսքան նստել ու մատնահարդարմամբ զբաղվել։ Նշեմ, որ իմ մատնահարդարման այս հավաքածուները նվիրել է մորաքույրս, շատ էի ուզում ունենալ, մորաքույրս ինձ նվիրեց ծննդյան կապակցությամբ։ Ունեմ ստերիլիզացման ապարատ, ստերիլիզացման ապարատը նվիրել է մորաքրոջս աղջիկը Աննան, իսկ աթոռակը էլ ունեմ, նվիրել է Աննայի տեքոր կինը Աննան, որի համար իմ սիրելիներին շատ շնորհակալ եմ, որ ես ունեմ այս պարագաները եւ կարողանում եմ գեղեցկացնել իմ եղունգները։ Աննաս ոչ միայն նվիրել է ստերիլիզացման ապարատը, այլ նվիրել է գույների հավաքածու, շիլակների հավաքածու, չեմ հիշում քանի հատ էր ներառված այդ տուփի մեջ, ցանկում, բայց շատ որակյալ ու լավ, այսպես ասած, գելլաքեր են, իրենց գույնը, իրենց կառուցվածքը չծորացող, այսպես շատ իդեալական գույներ էին, այսպես կարելի ասել լիարժեք մատնահարդարման համար, հիանալի Էլպազա ֆիրման էր ինձ թվում, Էլպազա ֆիրմայի մանիկյուրներն էին, որոնք իդեալական նստում են եղունգի վրա,
այնպես որ շիլակի համար շատ իդեալական են։ Շնորհակալ եմ Աննայիս դեկոր կնոջից, Աննայիցս եւ մորաքրոջիցս, շատ շնորհակալ եմ։ Հիմա սիրելիներս հարդարենք, որից հետո արդեն կսկսենք բազայի տեղադրումը եղունգի վրա։ Սիրելիներս հիմա եղունգների վրա կսում ենք բազան, կրկնում եմ չծորացող բազանա, շատ որակյալ, ընտիր, Arbix ֆիրմայի, կսում ենք եղունգի վրա և հետևում, որ այսպես հավասար լինի ուղղությունը, ձեռքը իջեցնում ենք դեպի ներքև, թեքում ենք դեպի ներքև և արդեն ուղղությունը ներքևից տեսնում ենք։ Տեսնում ենք, եթե անհարթ տարածություններ կա, անպայման շտկում ենք, որովհետև մեզ պետք է, որ բազան ուղիղ նստած լինի եղունգի վրա, սահուն կերպով, որպեսզի մեր գելլակն էլ գեղեցիկ քսենք հենց բազայի վրայից։ Քսում ենք, կարող եք նաև միանգամից մի քանի մատ այսպես քսել, նոր դնել ապարատի մեջ, որովհետև ինքը չի ծորում։ Ինքը ունի ֆոսֆորական էֆեկտ, երբ դնում ենք լամպի տակ, ինքը գեղեցիկ այսպես կանաչ է դառնում, շատ գեղեցիկ ֆոսֆոր ունի։ Շատ լավ է մնում եղունգի վրա, ճաքեր չի տալիս, լավ կպչունություն ունի։ Գիտեմ, որ մասնագետներ կան, որ մի հատ սպիրտով այսպես չորանալուց հետո բազան մաքրում են, նոր գելլակը քսում են, ես առանց մաքրելու այսպես այդ կպչուն հատվածի վրա սկսում եմ գելլակը դնել։ Հիմա արագ քսում ենք, տեղափոխում ենք սարքի մեջ, որպեսզի չորանա։ Թողնում ենք, որ ժամանակը լիարժեք սպառվի, դնում եմ 60 վայրկյանի տակ։ Այստեղ շատ է վառում, իմ եղունգները, կարելի ասել վերևի հատվածը բարակոտ է, դրա համար շատ է վառում ու հենց բազան էլ քսում եմ, բազան և տոպը սկսում է վառել։ Այստեղ արդեն քսել եմ առաջին շերտը։ Քսում ենք բարակ շերտով, սիրելիներս, որ լիարժեք չորանա։ Քսելուց հետո արդեն նոր քսելու ենք երկրորդ շերտը, արդեն կվերցնենք մի փոքր հաստ։ Առաջի շերտը միշտ քսում ենք բարակ, որպեսզի տակի հատվածը լիարժեք չորանա։ Երկու տակ քսելը լիովին բավարար է, որովհետև սա այն գույնն է, որը որ լիարժեք փակվում է եղունգը։ Շատ գեղեցիկ գույն է, ինքը գեղեցիկ փայլ ունի։ Կարելի ասել, այս գույնը երբեք չէի օգտագործել, բայց որոշեցի այս անգամ օգտագործել։ Ես չեմ սիրում շատ բաց գույներ։ Իմ սիրած գույներն են կաթը, կաթնային գույնը, ինչ որ փայլիկներով, թեկուզ, եթե այսպես ինքը ունենում է իր դիզայնները, որոնք որ տարածված են, շատ եմ սիրում վարդագույնով, սիրում եմ կարմիրով կաթը։ Սիրում եմ նաև դեղին գույնը, շատ եմ սիրում եղունգների վրա, դեղինը, թե կլինի ֆրենչը, թե կլինի ինչ-որ դիզայնով, կապ չունի, շատ սիրում եմ դիզայններ անել եղունգների վրա, սիրում եմ ինչ-որ այսպես հետաքրքրություններ մտցնել, դա այն դեպքում, երբ որ մասնագետն է կատարում, խնդրում եմ, որ անի գեղեցիկ դիզայններ։ Սիրում եմ նաև, ասեմ, որ կարմիրը չեմ սիրում ընդհանրապես, ինձ համար չգիտեմ ինչի, մի փոքր այսպես անսովորա կարմիր գույնը եղունգի վրա, կարելի ասել այն տպավորությունն է, որ ոչ թե գելլակ է արած, այլ մանիկյուր է քսած, չեմ սիրում կարմիր գույնը եղունգների վրա, սիրում եմ սևը, սիրում եմ սպիտակը, կաթը նշեցի, դեղինը, կանաչը, այսպես ամեն գույները։ Շատ բաց ու սփռտնած գույներ չեմ սիրում, գույները պետք է լինի վառ, աչքին երևացող և այսպես ճոխ։